Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Միացնենք բոլորին եւ կստացվի ողջույն հայկական աշխարհ։ Ժողովրդական երկից 4 նախագիծն է Շանթի եթերում։ Հայկական աշխարհ ասեցիր, հիշեցի, որ մենք բնականաբար այսօր խոսելու ենք հայերեն, բայց օգտագործել ենք մեկ օտար բառ։ Այդ բառը ո՞րն է, ժուրի բառը երևի։ Ոչ։ Վաու։ Ոչ։ Բայց ո՞ր։ Լավ, քանի որ նշեցիր ժյուրի մասին, արի ողջունենք ժյուրի անդամներին։ Եվ այսպես ժողովրդական խաղիկների եւ տաղիկների մասնագետ Արսեն Գրիգորյան։ Պարագետ, նախագծագետ Գագիկ Կարապետյան։ Երբեք ինքնանպատակ չհայտնվել բեմում եւ էկրանին։ Այս խոսքերի հեղինակն այսօր մեր նախագծի ժյուրին է։ Սիրված արտիստ, ավելին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյան։ Եվ այսքանից հետո, այսքան հմայիչ տղամարդկանց մեջ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյան։ Իսկ հիմա ասա Գրիշա։ Ինչ ասեմ։ Գրիշա 45 տարեկան ես դարել, արդեն մոռանում ես, օտար բառերի մասին էինք խոսում։ Մոռացել էի, հիշեցի լավ։ Այսօր մեկնարկում է workshop փուլը։ Բայց workshop հայերեն չի թարգմանվում, արի հենց այդպես է մնա։ Արի։ Ժողովրդական workshop փուլն է Շանթի եթերում։ Ներկայացնենք workshop փուլի կանոնները։ Ժյուրիի կողմից ընտրված 30 մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ Այսօր կլսենք առաջին խմբին, յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր նախընտրած երգից որևէ հատված։ Ժյուրին կմեկնաբանի նրանց ելույթները, բացի այդ նրանք նաև կգնահատեն մասնակիցներին։ Բայց գնահատականները չեն բարձրաձայնվի, ժյուրիի բոլոր անդամները իրենց ընդհանուր բալերը ծրարի տեսքով կհանձնեն պրոդյուսերին։ Հաղորդման վերջում կսկսվի քվեարկությունը։ Ժյուրիի բալերը կգումարվեն հեռուստահետողի ձայներին։ Քվեարկությունը կտևի ընդամենը 1 ժամ, 15 մասնակցից նվազագույն ձայները ստացած 9 մասնակից կլքեն նախագիծը։ Բնականաբար 6-ը կանցնեն հիմնական կազմ։ Այսքանը կանոնների մասին։ Ներկայացնենք նաև քվեարկության կարգը։ Ուղարկեք հաղորդագրություն 10-0-ին կարճ համարի նշելով ձեր նախընտրած մասնակցի հերթական համարը։ Քվեարկել կարող եք նաև համացանցով, ունեք ընդամենը 1 ժամ։ Առավել մանրամասն Շանթի պաշտոնական կայք էջում։ Դե ինչ ամեն ինչ ասված է, սկսենք workshop փուլը։ Եվ այն սկսենք Տաթևի վանքից։ Սերս վանքում Տաթևի։ Աշուղ Աշոտ երգում է Հովանես Բաբախանյանը։ Դիմավորեք։ Սերս վանքում Տաթևի մոմեր վարած խաղոտ է մոտեցավոր համբուր է ասած տղա ամոթ է մոտեցավոր համբուր է ասած տղա ամոթ է Ասի երդվի քո սերն է, սրբի դուրը անարա, արնեմ նազու ծոցիկի, խնկապույրը անարա, արնեմ նազու ծոցիկի, խնկապույրը անարա, Սարեր ծորեր վկայեր, հանդուչոլեր վկայեր, ախս մինչև իք հասար, երկնի աստղեր վկայեր, ախս մինչև իք հասար, երկնի աստղեր վկայեր Հովանես Բաբախանյան Եվ լսում ենք ժյուրի անդամներին, պարոն Կարապետյան խնդրեմ։
Որոշեցիք այդ իրանից սկսեք, իստված սուբից մասնագետներ եք ասեն ինչ-որ բան։ Լավ, ասեմ, ես մասնագետ ենքանով, որ երկար տարիներ եղել եմ այս բնակավարում, շատ սիրում եմ հայկական երգը, և իմ կարծիքը ընդունեք որպես լավ հանդիսատեսի կարծիք։ Շատ լավ ձայն ունես, շատ հետաքրքիր կատարում, իմ կարծիքով մենք բազում կատարումներ ենք դες այս նույն երգի և քո կատարումը դրանցից վատ չէր նույն մակարդակի վրա։ Ես ուղղակի մենակ կուզեի, որ ուշադրություն դարձնեք առհասարակ բառերի արտաբերմանը, բառը մինչև վերջ պետք է հնչի, վերջի տառը անգամ պետք է հնչի։ Իսկ երկկատարումը շատ լավն էր, շատ գեղեցիկ էր։ Ապրես։ Շնորհակալություն։ Լսենք Արսեն Գրիգորյանին։ Ինձ դուր եկավ Հովհաննեսի կատարումը, ես կարող եմ ասել, որ առաջընթաց կա, մենք այդ սկզբնական փուլերից մինչև հիմա, մինչև այստեղ որտեղ հասանք, առաջընթաց կա, երկացի մեջ, սակայն ինչ-որ մի բան բակաս կա, երևի, քանի որ մեկ տուն է երկում, երևի բացվելու այդ հնարավորությունը երևի չկա կամ քիչ է, ամեն դեպքում ես գոհ եմ կատարումից։ Շնորհակալություն, Լեյլա, խնդրեմ։ Ես էլ կարծում եմ, որ Արսեն Գրիգորյանի նման որ առաջխաղացում կա, բայց այսպես մի բան, մի փոքր վախեցած էր Հովհաննես, թե առաջին կատարողներ կա այդ ամեն դեպքում այդ կարգո մեջ, ինչ որ մի փոքր այսպես ամենակարևորը չնայած հոգին կար, տես օրինակ ես խոսում եմ, բայց ես էլ եմ այս պահին հուզվում, որովհետև դու կարողացար հանդիսատեսին փոխանցել քո հուզումը։ Սա շատ ավելի կարևոր է, քան որոշ անճշտություններ կատարման մեջ։ Այնպես որ կարծում եմ, որ այսօր քո կատարումը կայացած է, շնորհավորում եմ քեզ։ Եվ պարոն Քոթանջյանի կարծիքն է շատ կարևոր մեզ համար։ Ես չէի ուզենայի իհարկե սկզբից վիճաբանության մատնվեի մեր Լեյլայի հետ, ինչու, որովհետև հենց հակառակը ինձ թվաց, որ քանի որ առաջինն էր ինքը բավականին զուսպ էր եւ այն էմոցիոնալ զգացողությունը, որ ես կուզենայի ստանալ այս երկից, ես չստացա, այսինքն ստացա թերի կողմը։ Ուզում եմ ասել, երևի չափից ավելի խեղդեց ինքը հուզումը, որպեսզի կարողանա հենց թեկուզ առաջինը լինելով հանդերձ լինի հետաքրքիր, բայց այդ խեղդելը ինչ որ չափով նաև անդրադարձավ էմոցիոնալ աշխարհի վրա, իմ զգացողությունը դա էր, թե չէ ինքը շնորհքով էր եւ ձայնը հետաքրքիր էր եւ կատարումը վատը չէր, բայց ինձ մի քիչ պակաս թվաց էմոցիոնալ աշխարհը։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հովհաննեսի հերթական համարն է 0-1։ Ճանապարհում ենք, շնորհակալություն Հովհաննես։ Վարդուհի, երկու վատ բառ ասա։ Վատ բառ, պատերազմ, եւ գծուց։ Շատ վատ էր։ Լավ, երկու հատ էլ ես ասեմ։ Անգութ, դատաստան։ Աշուխ Շերամ երգում է Արմենուհի Ներսիսյանը։ Ինչ ես նստել, ինչ ես
Արմենուի Ներսեսյան։ Ապրես։ Լսենք ժյուրի կարծիքը, խնդրեմ Արսեն Գրիգորյան։ Ես Արմենուհուն շատ լսեցի, շատ եւ ես կուզենայի ինձ զարմացնել այսօր, որտեղ իրեն հնարավորություն տվինք, բավականին լավ հնարավորություն տվինք, որ ինքը շարունակի, բայց այսօր զարմացրեց։ Այսօր զարմացրեց, որ ինքը կարող է իրեն տիրապետել եւ էմոցիոնալ երգել եւ մաքուր երգել։ Ես կուզենայի ուղղակի ավելի շատ այդ զգացմունքները, որ քո մեջ կան, ավելի արտահայտչական ձևով մատուցես։ Քիչ էր տարբերությունը, ձայնի հետ խաղ անելը քիչ էր։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Այդ կուլիսների հետևում ասեց մի քիչ հիվանդ եմ, բայց հիվանդությունը առանձնապես չխանգարեց։ Լեյլա, խնդրեմ, լսում եք։ Մի քիչ խանգարեց իմ կարծիքով հիվանդությունը, որովհետև փորձում էր Արմենուհին խաղիկները ավելի ներսից տալ, բայց չէր ստացվում իմ կարծիքով, եւ դա խանգարում էր ընդհանուր հնչողությանը, հա, այդ երգայնությանը, երաժշտականությանը իմ կարծիքով մի քիչ խանգարում էր, իսկ ամենակարևորը հոգին տեղն էր, աչքերը, Արմենու աչքերը ամեն ինչ ասում են, մի քիչ կտրտված էր երգեցողությունը, շնչերը մի քիչ տեղին չէր, բայց ընդհանուր տպավորությունը լավ է, շնորհավորում եմ քեզ։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքը։ Ես Արմենուհու նախկին ելույթները չեմ տեսել, չեմ լսել, որ կարողանամ տենց համեմատեմ, բայց այսօրվա ելույթը ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց, որովհետև ամենակարևորը ինքը հասկանում էր, թե ինչ է երգում։ Ինքը խաչ գիտակցում էր ամեն բառ, կարծես ներսից էր անցնում, նոր մենք լսում էինք, իսկ դա կարծում եմ երգի մեջ բավականին կարևոր բան է, չէ՞։ Բացի մաքուր հստակ երգելը, իսկ եթե այդ խաղիկներն էլ ինչ-որտեղ շնչառության հետ կա բաներ կար, այսօր երգը մի քիչ հիվանդ է, երևի դա դրանից է, բայց ամենակարևորը դու մեզ հատուցեցիր գիտակցված երգ, դու հասկացար ինչ ես երգում եւ այդ զգացողությունը մեզ էլ փոխանցվեց, ապրես։ Ասա կլավանամ, կլսեք իմ խաղիկները։ Բա։ Պարոն Քոթանյան, լսում ենք։ Քանի որ այստեղ շատ լավ մասնագետներ կան վոկալի երաժշտության, ես ավելի շատ կողմնեմ այն բանի մասին խոսել, ինչը կապված է արտաքինի նրա մատուցելու ձևին։ Այդ առումով կարող եմ ասել, որ փայլուն էր, դեմ չեմ եւ տեսքը, եւ մատուցումը, եւ մոտեցումը, եւ նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում, որ ասում են ինչ որտեղ հիվանդություն կա, ես այդ հիվանդությունը չեմ նկատում, որովհետեւ ընդհանուրը շատ ավելի հետաքրքիր է եւ հաճելի։ Շնորհակալություն։ Դե ինչ ակտիվ քվեարկում ենք Արմենուի Ներսիսյանի հերթական համարն է 0-2։ Ճանապարհում ենք Արմենուն, շնորհակալություն։ Վարդու ինչ տեսակ խոսք ես սիրում։ Ես սիրում եմ ուղիղ խոսքը։ Հայերն ասում են պրիմոյ։ Պարզ է։ Իսկ օլոր մոլոր։ Դե նայած ժամանակ։ Ես առաջարկում եմ լսել օլոր մոլոր երգը։ Օլորում մոլորում է Անդրանիկ Ասիլբեկյանը։ Կրկին Շերամի երգացանքից։ Գնանք, Շերամ ջան։ Մի գեղեցիկ պատահեցավ ինձ հանկարծ, չհասկացա ինձ սեղից էր նա ծնված, անսուն մորթեց առանց կրակորվել ինձ, խաղաղ սիրտ ու հոգիս արավ խոցալի, օլոր մոլոր մնացի, արյուն արցունք թափեցի, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղ շուտ սրբեցա, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղ շուտ սրբեցա։ Անդրանիկ Ասիլբեկյան։ Ապրես։ Առաջին ելույթներն են չափից ավելի հուզված են։ Լեյլա,
Լսում ենք, խնդրեմ։ Ճիշտն ասած, շատ էսպես մտածված էր երգում, Անդրանիկ ջան, իմ տպավորությունը այդպես էր, այսինքն իմ տպավորությունը այնպիսն էր, որ մտածում էր, որ ֆրազան, որ նոտան ինչպես երգես, ըստ երևույթին դրա համար այդքան երևի տեղ չհասավ ինձ ամեն դեպքում երգը հոգևոր առումով, այսինքն ես այսպես այ իմ զգացողությունը, երբ որ ես ուղղակի հետևում եմ, թե ինչպես է երգիչը երգում, նշանակում է, որ ինչ-որ բան պակասում է, որպեսզի ես ուղղակի զգամ երգը, այսինքն ես բացատրում եմ, որ դու հասկանաս խնդիրը ինչում էր։ Ընդհանուր առմամբ իհարկե այսօր տեմբրը շատ ավելի հետաքրքիր հնչեց, քան նախորդ փուլերին, այդ առումով ինչ-որ բան շատ ավելի հետաքրքիր էր այսօր։ Ընդհանուր տպավորությունը ամեն դեպքում դրական էր։ Շնորհավորում եմ։ Դրական էր, լավ էր։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքը։ Գիտեք ինչ եմ մտածում, հիմա արդեն երրորդ ելույթն ենք լսում եւ պատկերացնում թե մեր ժողովրդի համար ինչքան դժվար պետք է լինի ընտրություն անել, որովհետեւ բոլորը լավն են, մեկը մյուսից լավ են երգում, մեկը մյուսից ներկայանալի են։ Բա հետո ինչ արնելու Բա պատկերացնում։ հետո ավելի սարսափելի է լինելու։ Ես մենակ մի բան երևի դա իմ զգացողություն Ես կուզեի, որ ինչ-որ ավելի ազատ լիներ այս երգի, հատկապես երկրորդ մասի կատարում, ասենք այդ կրկներքի, ինչ-որ ձայնը բաց թողեր, որտեղ կա այդ ձայնի զգացում, որ տակը կա այդ բանը, հնարավորությունը կա այն պոտենցիալը, բաց թողեր, մի տեսակ ավելի ազատ երգեր, բայց դու ունես շատ գեղեցիկ ձայն, Լեյրան, որ ասում մտածված է իր կատարում, դա նորմալ է, որտեղ դուք երևի ամեն շաբաթ մի քանի երգ եք սովորում, ստիպած պետք է շատ ուշադրել, ամեն ֆրազը ճիշտ երգել, այդ նորմալ է։ Ոյ կուզեի մի քիչ ավելի անկաշկան, մի քիչ ավելի ազատ երգեր այդ երկրորդ կտորը։ Ապրես։ Ավելի հավեսով, էլի։ Այո։ 100 անգամ, չէ՞։ Արսեն ջան, լսում ենք, խնդրեմ։ Ես նախ շնորհավորեի Անդրանիկին, որովհետև ինքը մտածում էր ապացուցել, որ մենք ճիշտ էինք, երբ իրեն հնարավորություն տվինք վերջին փուլում։ Ամեն դեպքում ձայնը այսօր շատ ավելի մաքուր էր եւ կարողանում էր դիրապետել իր ձայնին։ Գուզենայի նաեւ այերի ժամանակ ավելի բացեիր բերանը, որ ավելի մաքուր լինի այի վրա նոտան։ Եվ պարոն Քոթանջյան, ձեր կարծիքը։ Ասում են, այսպիսի պատմություն կա 1800-ին հարցնում են, թե ոնց ես կարողանում այդ 40 տոտիկներով ման գալ, ինքը մտածեց եւ կանգ առավ, չկարողացավ շարժվել։ Սա ուզում եմ ասել մեր սիրելի Լեյլայի ասածը, եթե շատ ես մտածում, ինչ որ միտեղ դա քեզ խանգարում է։ Երևի պետքա տրվել իսկապես տրամադրությանը, երկին եւ երևի թե բոլորի դիտողությունը հենց դա է, որ զգում են, որ դու այդ ամեն ինչը ունես, բայց ոնց որ ինքդ քո երկի վրա կաղապար ես դրել։ Դա ինչն է, շատ ես մտածում դրա մասին, թե զսպում ես քեզ, ես չգիտեմ։ Դու ավելի լավ գիտես, թե ինչն է քեզ հիմա խանգարում։ Հիմա պիտի մոտակա շրջանում դու կարողանաս դրանից ձերբազատվես, որպեսզի կարողանաս շարունակես քո ճանապարհը։ Շնորհակալություն։ Անդրանիկ Ասլբեկյանի հերթական համարն է 03։ Քվեարկեք նրա օգտին, մենք ճանապարհում ենք Անդրանիկին, շնորհակալություն քեզ։ Վարդուի։ Երբ որ դարդ ես ունենում, ինչ ես անում։ Դե մտածում եմ, ընկճախտ եմ տանում։ Բա։ Իսկ կան մարդիկ, ովքեր իրենց տալիս են հովերին։ Դարդես տվի հովերին։ Գևորգ Մանասյան։ Երգում է Սյուզաննա Սայադյանը, դիմավորեք։ Դստվի հովերին, հովերը
Դարդստվի սարերին սարերը չառա Դարդստվի քարերին քարերը չառա Դարդստվի սարերին սարերը չառա Սյուզաննա Սայադյան։ Այս անգամ առաջինը լսենք պարոն Քոթանջյանի կարծիքը։ Ես կարող եմ ասել, որ միշտ էլ հրճվում եմ, երբ որ եւ արտաքինը, եւ զգացմունքը, եւ ներքինը գալիս են ընդհանուր համակարգի, ոնց որ ասած, եւ նայում ես, տեսնում ես մի ամբողջ երևույթ։ Ինձ համար շատ հաճելի երևույթ էր, որը ինձ համար եւ կարծում եմ հանդիսատեսի համար պիտի որ հաճելի լինի։ Ինձ էլ այդպես թվում։ Լեյլա, խնդրեմ։ Եթե մի նախադասությամբ ասեի, կասեի դարդս տվիր բուրս։ Ահա։ Այստեղ մի փոքր պաուզա։ Դրանով ամեն ինչ ասված։ Դա լացելու բան չէ։ Այսքանը։ Այսքանը։ Արսեն Գրիգորյան, ձեր կարծիքը։ Ես կասեի այս դեպքում արդեն բոլոր տեսակի այդ տեխնիկական թերությունները չեն երևում, եթե երկիչը կարողանում է հաղորդակից դարձնել դիմացինին երկի հետ, երկի իմաստի հետ, երկի էմոցիոնալ դաշտի հետ։ Կեցես։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, լսում ենք։ Ես փորձեմ կարճ ամփոփեմ, ուրեմն գեղեցիկ արտաքին, գեղեցիկ ձայն, տեխնիկապես շատ գեղեցիկ կատարում, այդ խաղիկները, բոլոր խաղիկները ունեին սկիզբ, ունեին վերջ, կիսատ չէր մնում ոչ մի բանը, ներքին զգացողությունը փայլուն, ժպիտը սպանող արդեն դրա մասին չխոսենք։ Մարդ տանի տուն։ Իմ կարծիքով մասնագետները կարծում եմ համաձայնում են, երգը շատ մեղեդային երգը, շատ գեղեցիկ երաժշտություն է, բայց ինձ թվում է մի քիչ դժվար է, չէ՞ կատարման իմաստով։ Ինձ թվում է դու շատ փայլուն կատարեցիր։ Եղավ մի քանի պլյուս մի անգամից։ Ես քեզ շնորհավորում եմ, ապրեսակցի ձեր։ Համել Բայց նկատեցիր արդեն ամուսնացնում են։ Չէ։ Այդ առումով 24-ից հետո Դրա ժամանակն էլ կգա։ Դե ինչ չմոռանանք քվեարկել Սյուզաննա Սայադյանի հերթական համարն է 04։ Ճանապարհում ենք։ Շնորհակալություն քեզ։ Անկեղծ ասած, այս ձմեռից ես հոգնել եմ։ Ու դարձել ես սևակը։ Տեսակ սիրտս գարուն ա ուզում։ Հիմա կստանաս։ Այն էլ Ղարաբաղի։ Հիմա կստանաս։ Ղարաբաղի գարուն։ Աշուխաշոտ երգում է Մանուկ Բարսեղյանը։ Լեռների գագաթին հարադեր մնում է գարունդ Ղարաբաղ հազարան երամդ ոսկեթեր երկում է գարունդ Ղարաբաղ երկում է գարունդ Ղարաբաղ եղնիկի տաչքերը ջարերին խոսել է միշտ պատում աշխարհին ախ սիրուն եղնիկս վիրավոր վիրավոր ախ սիրտավիզիցով սիրավոր սիրավոր ախ սիրուն եղնիկս վիրավոր վիրավոր ախ սիրտավիզիցով սիրավոր սիրավոր
աշոտնել քո սիրով հմայված երկում է գարունը Ղարաբաղ երկում է գարունը Ղարաբաղ Եղնիկի տաճկերը ջարերին խոսել է միշտ պատում աշխարհին ախ սիրուն եղնիկս մի գնա ախ դրախ նորանդ մի թողի մի գնա ախ սիրուն եղնիկս մի գնա ախ դրախ նորանդ մի թողի մի գնա Մանուկ Բարսեղյան Ապրես Եվ սկսենք Արսենից, խնդրեմ Արսեն Երկում էր, մանուկը լավ էր երկում, ճիշտ էր երկում ավելի ճիշտ, բայց կարծես ինձ համար իր երկը չլիներ, որտեվ որևէ կրակ չէր դնում երկի մեջ, հատկապես ինքը աշխուժ ռիթմիկ երկ է, ուզենար ավելի սենց վարվրուն, մի քիչ ուրիշ տեսակ երկեր, ռիթմիկ երկերը դժվար են, ամեն երկ դժվար է, դրա համար պետք է կերպարը ճիշտ ընտրել, մտնել այդ կերպարի մեջ, ամեն դեպքում երկը ճիշտ էր երկում, շնորհավորում եմ։ Լսենք պարոն Կարապետյանի կարծիքը։ Ես ամենատե նույն բանն էի ուզում ասել, երկը ինքը իր չափով պարային է շատ, եւ ես կուզեի որ որպես պարոմարտ ինձ մի քիչ բան անել, այդ դեպքում այդքան չեղավ Մանուկ ջան, բայց որ ինքը մաքուր երկեց, որ ինքը ռիթմիկ պատկերները շատ ճիշտ պահած երկեց, որ իր ամեն բառը հստակ տեղեր հասնում, ոչ մեկը չի կարող զգտել։ Այդ կերակրը երևի մի քիչ հուզմունքից է, դա էլ հետո կլինի, բայց դա պետք է, դա էլ է պետք, շատ կարեւոր է։ Չնայած իմ կարծիքով շատ ավելի կարեւոր է մաքուր երկելը հստակ, քան թե այն ինչի։ Նա էլ որ լիներ չէր խանգարի։ Մյուս անգամ այն էլ կմիացնի, չէ՞։ Փոքրիկ գաղտնիք բացեմ, Ետնաբեմում անգամ մենք էինք ապարում։ Բա, Մանուկ, բայց մի քիչ հուզմունք կա, չէ՞։ Բայց մաքուր է երկում, դե բնական։ Պարոն Քոթանջան, լսում ենք։ Ես կարծում եմ միայն թատերական արվեստում կա էպիկական թատրոնի սկզբունքը, օտարացման սկզբունքը, բայց այն ինչ որ ասվեցին հիմա շատ ճիշտ է։ Կարծես երկը առանձին էր, կատարողը առանձին էր։ Եթե կարողանան դա երկուսը միացնեն, այսինքն եւ ժպիտը գա երկի հետ միասին, եւ պարային զգացողությունը գա, երկը արդեն կդառնա մի հոգու կատարում։ Հիմա երկու կատարում կար, օտարացված իր կատարումը եւ երկը իր համար։ Դրա համար ես կարծում եմ, որ եթե այդ կարողանալ միացնել մի երկի մեջ եւ չտարածվել, շատ ավելի հետաքրքիր կլինի։ Շնորհակալություն եւ լսենք Լեյլա Սարիբեկյանի կարծիքը։ Կարծում եմ երկը պարային է դառնում այն ժամանակ, երբ որ երկացնում է այդպես երկողը, այսինքն երկչից է կախված այդ ներքին ռիթմը էներգիան տալիս է երկիչը թե ոչ, որտեվ սովորաբար այսպես են, չի ասում, եթե 6-8 է, ուրեմն պարում են։ Ոչ, ես կարծում եմ, որ այն գիրքը, այն էներգիան, որ երկիչը տալիս է, դրանից է կախված, թե ուզում ես այդ երկչի երկելու տակ պարել, ուրախանալ եւ զգալ հենց ինչի մասին է երգը։ Ինչպես ասաց պարոն Կարապետյանը, ամեն ինչ ճիշտ էր երգված եւ այլն, բայց այդ գարունը ի վերջո չեկավ, ցավոք սրտի Մանուկ ջան։ Բայց կատարումը հաջող է, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ կվարկեք Մանուկ Բարսեղյանի օգտին, նրա հերթական համարն է 0-5։ Ճանապարհում ենք Մանուկին, շնորհակալություն Մանուկ։ Հիշեցնենք, որ այսօր երկող 15 մասնակցից միայն 6-ն են անցնելու հիմնական կազմ։ Ձեր քվեարկությունը շատ կարևոր է, ինչպես միշտ։ Դիմավորեք հաջորդ մասնակցին, Անահիտ Դարփինյան։ Ով դու գուսան, կրկին աշուղաշոտ։ Ով
Սիրուց խփված վիրավոր ես քո առաջվա հալուր սիրուց խփված վիրավոր ես քո առաջվա Անահիտ Դարփինյան։ Ապրես։ Չքան որ գիտեմ, աշխարհի ամենադժվար երգերից է, եթե չեմ սխալվում, Արսեն։ Հիմա Արսենը կասի խնդրեմ։ Ես կասեմ։ Բնականաբար շատ դժվար երգ է եւ շատ գեղեցիկ երգ է եւ Անահիտի կատարումը ինձ հուզեց իր երաժշտականությամբ եւ մեծ քայլ ունի Անահիտը արդեն առաջ գնացած իր կատարողականի մեջ Անահիտը ամբողջ մարմնով երգում էր դա շատ կարևոր խնդիր է այսինքն ինքը ամբողջ մարմնով տրված էր ամբողջ ոչ միայն ձայններ երգում այլ ամբողջ ինքը ամբողջությամբ երգում էր եւ փորձում էր այդ երգը հասցնել մեզ ինձ շատ լավ հասավ շնորհակալ եմ Շնորհակալություն պարոն Քոթաջյան այս կատարումը 3D եռաչափով էր ըստ ձեզ Ես կարող եմ ասել որ սա հենց այն տարբերակն էր որին պիտի ձգտեր են երիտասարդ որ ասացի երգը առանձին էր ինքը առանձին էր այստեղ ամբողջը կենտրոնացած էր մի մարմնի մեջ ճիշտ դիտողությունը եւ զգացողությունը եւ ապրումները եւ ամենակարևորը այդ ամեն ինչը տեղ հասցնելը եւ մեզ վարակելը ես կայ այդ գործի մեջ լսում էի եւ ոչ միայն լսում էի այլ նաեւ ապրում էի եւ դա շնորհիվ կատարող է բրավո Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Ես ճիշտ ասած մտածում եի, որ մեր երգահարների, գուսանների ճկնաղ երգերը, որ մենք արդեն երկար տարիներ լսում ենք, կարծես թե ինչ-որ չես սպասում, որ նոր ինչ-որ բան պետք է բացահայտես այդ երգի կատարման մեջ, բայց ես տեսնում եմ, որ մեր երիտասարդները ամեն մեկը գալիս են, կարծես թե մի նոր քող են հանում դրա վրայից, մի հատ մաքրում են այդ ամեն ինչը, նոր տեսակ են ներկայացնում։ Ինչ շատ դուր եկավ կատարումը, հատկապես պիտի ասեմ, ինչ շատ դուր եկավ դաշնամուրի նվագակցությամբ կատարումը։ Մենք միշտ լսել ենք գործիքներով, հիմա մի տեսակ ռոմանսի նման հնչեց ականջիս, եւ դա ինձ ավելի դուր եկավ։ Լավ կատարում էր, գեղեցիկ ձայն, գեղեցիկ զգացողություն, ապրես։ Եվ լսենք Լեյլա Սարիբեկյանի կարծիքը։ Ես միշտ անկեղծ եմ, հեռուստադիտողը դա գիտի։ Լսենք ձեր անկեղծ հակառակ կարծիքը պետք է ասեմ, որքան էլ որ դա պիտի լինի զարմանալի։ Ինձ համար շատ էր այդ ռոմանսը, ինձ կտրեց իրական ապրումներից։ Երբ որ ինչ-որ բանը երևի մի քիչ շատ է լինում, միգուցե դա վնասում է երգին։ Այս պահին ինձ համար ես չկարողացա երգի մեջ մտնել, չգիտեմ ինչու։ Իմ կարծիքով անկեղծություն չկար երգի մեջ, այլ ուղղակի կար ձգտում լավ երգելու եւ երգը լավ կատարելու եւ չգիտեմ, միգուցե ես սխալվում եմ, բայց սա իմ կարծիքն է։ Իհարկե բոլոր կարծիքների հետ համաձայն եմ, որ տեմբրային առումով եւ այլն ինքը հետաքրքիր էր, բայց իմ սրտին չկպավ այդքանը, բայց կատարում հետաքրքիրը շնորհավորում եմ։ Ահա, այսպեսի տարբեր կարծիքներ։ Չմոռանանք ակտիվ քվեարկել Անահիտ Դարփինյանի հերթական համարն է 06։ Շնորհակալություն Անահիտ, ճանապարհում ենք Անահիտին։ Մեր հաջորդ երգը կոչվում է Յայլավոր յարս։ Լավ, յարս հասկացանք, յայլավորս որն է։ Այսինքն յայլավոր էլի։ Հա ճիշտ է դրուսերեն կրթություն ուներ, չէ՞։ Человек, живущий на яйле։ Շնորհակալություն, շատ լավ բացատրեցիր։ Սարվոր, յայլավոր յարս, Աշուխ Հավասի, երգում է Մանուկ Հովանեսյանը։ Sari campo valu alva
շար վեշարա Սարի ճամփով ալու ալվա Գայլավորը շար վեշարա Ըշտապում է պարբերնելու Ծաղկած դանջին բարձելերա Բարեկող քո բարի մերնեմ Քո սիրացող սարի մերնեմ Կատնախ յուրի ջերմակ ջրով Թողած հաճի գարին մերնեմ Կատնախ յուրի ջերմակ ջրով Թողած հաճի Մանուկ Հովանեսյան Պարոն Քոթանջան լսում ենք ձեզ Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ էր արված, բայց ինչ որ չափով ինձ չհուզեց, չգիտեմ ինչն էր պատճառը, ինքս փորձում եմ հասկանալ դա նրանից է, որ այդ երգը իրան այդքան շատ չէր հուզե, թե ընդհանրապես չհուզեց։ Կարող է իմ զգացողությունը սխալ էր, բայց ես ապրեցի այդպիսի մի զգացողություն, մի քիչ օտարացած երգից եւ կատարում։ Լսենք Արսեն Գրիգորյանի կարծիքը։ Ես։ Ահա։ Ես ուզում եմ ասել, թե ինչու բարոն Քոթանջյանին չհուզեց, որովհետեւ Մանուկը հոգի չէր դնում երգի մեջ, այլ փորձում էր երգել, ճիշտ երգել, ճիշտ արտաբերել, այլ այդ բանը, այդ հոգին չկար, այն ինչ որ պիտի ամեն մի երգիչ, երբ որ երգում է, երգերը մեր երգերը բոլորս էլ երգում ենք, հերթով երգում ենք, երգել են մեր մեծ վարպետները, այսօր մենք ենք երգում, մեր աշակերտներն են, ամեն մեկը իր յուրօրինակ հոգին պետք է դնի երգի մեջ, այսինքն փորձի ճշգրիտ, ճիշտ մեկնաբանել, նույն ժամանակ էմոցիան իր ներաշխարից վերի հասցնի եւ երգին նվիրի։ Այն ինչ որ Մանուկի երգածի մեջ չկար, բայց ինքը երգեց ճիշտ, ոնց որ մնացած մեր այսօր շատ հետաքրքիր է, բոլոր մասնագետները շատ ճշգրիտ եւ շատ սիրուն մաքուր երգում են։ Շնորհավորում եմ։ Մնում է փոքրիկ հոգի դնենք եւ բոլոր հարցերը կլսեն։ Լեյլա խնդրեմ։ Մնում է դնեն ամենակարևորը հոգին, որտեղ ձայնը միջոցն է, ինչպես բոլորս գիտենք, արտահայտելու հոգու խոսքը, այս պահին այդ յարի նվիրված խոսքը Մանուկ ջան չկար։ Ես միշտ ասում եմ, սիրեք էլի, ինչ կլինի, օրինակ, չէ՞, Պարոն Կարապետյան, սիրուց լավ բան կա այս աշխարհում։ Բայց ինչ գիտենք, Մանուկը չի հասել։ Ինքը սենց գաղտնի է պահում, հա։ ճշտեցինք, չի սիրում, Դե դա էլի, էսա էլի։ Բայց ամեն դեպքում հրաշալի էր քո տեխնիկապես քո կատարումը, իսկապես բոլոր խաղիկները, մաքուր հնչողությունը, դրանում խոսք լինել չի կարող, բայց դե յարը չկար։ Յայլան կար։ Յայլան կար, յարը չկար։ Պարոն Կարապետյան, լսենք Հիմա ինչ որ ասեմ, բան, նոր տարվա ցանկությունների նման գտնի, եկեք ցանկանանք, որ այս տարի այդ յարը գտնվի վերջապես։ Միգուցե թե ամեն երկ ունի իր կատարողի միգուցե տարիքը պետք է հարմար լինի, համապատասխան լինի, որ այդ երգ ասենք իր կատարմամբ ավելի հնչեղ լինի, եւ ոնց որ թե ավելի ներսով անցկացրած լինի։ Ձայնը գեղեցիկ ձայն, գեղեցիկ կատարում, բայց երևի այդ հենց այդ յարի պակասը ինչ որտեղ մի քիչ մոնոտոնության բերեց ականջի համար։ Այդ գույները չկար, որ իսկապես այս երգի մեջ կա, մենք լսել ենք լավ կատարումներ, ինչքան գունեղ է եղել այդ երգը, ինչքան հետաքրքիր է եղել։ Ну, հուսանք որ այս նոր տարում համ յարը կգտնվի, համ էլ երգը կշահի դրանից։ Հուսանք յարերը ակտիվ կքվեարկեն։ Շնորհակալություն, այո։ Մինչև Մանուկին յար գտնելը, քվեարկեք նրա օգտին, դա հերթական համարն է 07։ Ապրես Մանուկ։ Իսկ հիմա լսենք իմ սիրած երգերից մեկը։ Որն է։ Բոբիկ ջուրմիերա։ Ոչ։ Կարոտը։ Երգում է Տիրուհի Մելիքսեցյանը։ Երվան Սարդարյանի երգացանկից։ Դիմավորեք։
Տիրուհի Մելիքսեցյան։ Ապրես։ Պարոն Կարապետյան, լսում ենք։ Ինչ շատ դուր եկավ կատարումը եւ ավելի շատ ուրախ եմ այն բանի համար, որ այս նախագիծը, արդեն քանի տարի կրկնվող նախագիծը, շատ հետաքրքիր դեմքեր, շատ հետաքրքիր երիտասարդներ հայտնվեցին մեր հայ երգարվեստի երկնակամարում, այսպես ասած, եւ շատ ուրախ եմ, որ կա համ լավ կատարում, կա լավ ձայն, կա լավ արտաքին եւ կա մի երիտասարդություն, որ հաստատ նրանց ձեռքերում մեր հայ երգը չի կորի, անպայման գնալով պետք է ավելի ու ավելի լավ լինի։ Քո կատարման համար միայն ասեմ, որ ինձ համար շատ ճիշտ ասած երգի ինձ համար նորություն էր, երևի լսել եմ, բայց շատ չեմ լսել նոր երգեր, ինձ համար շատ հետաքրքիր էր դա եւ շատ հետաքրքիր կատարում։ Կա լավ ձայն, կա լավ արտաքին, կա լավ կատարում։ Ապրես։ Լսենք պարոն Քոթաջյանի հետաքրքիր կարծիքը։ Իմ այդ առումով ես շատ հետաքրքիր չեմ կարող ասել, որտեղ պարոն Կարապետյան արդեն ամեն ինչ ասեց, պարզապես ինձ համար միշտ էլ հաճելի է, երբ որ կա այդ ամենի հավաքած մի տարբերակը, երգը, արտաքինը, զգեստը նույնիսկ, մատուցման ձևը շատ լավ, բրավո, ես շատ ուրախ եմ։ Պարզապես իմ զգացողությունը մենակ երն է, ոնց որ երբեմն ռոմանսները, որ անընդհատ լսում ես, մի անգամից մտածում ես, թե ինչ տխուր վիճակում ենք մենք բոլորս ապրում։ Երգերը լսելով ինձ մոտ ցավոք սրտի այդ զգացողությունն է։ Երևի պիտի հետո կարողանանք մի ուրիշ տարբերակ ունենանք։ Որ հասկանանք այդքան տխուր չի։ Որ կարողանանք ուրախանալ։ Շնորհակալություն։ Լեյլա, լսում ենք, խնդրեմ։ Ինձ պիտի ասեմ, որ շատ է դուր գալիս տիրուհու ձայնի գույնը։ Այսինքն տեմբրը շատ հետաքրքիր եւ առանձնահատուկ տեմբր ունի տիրուհին, որը շատ կարեւոր է ապագա երգչի համար, որպեսզի ինքը առանձնանա ընդհանրապես։ Ինձ շատ դուր եկավ քո զուս քիչ կարոտը ու այդ դարդը քո մեջ, որը մի քիչ ինքնավստահ կարոտի, ոչինչ որ միգուցե այդ կարոտը դիմացինը չի հասկանա, բայց դու ապրի քո կարոտը այսպես արժանապատիվ ու վստահ, որովհետև սերը միայն վստահություն ու լույս ածնում, արև ածնում, այնպես որ տիրուհի ջան, ամեն անգամ երբ որ դու երգում ես, ուզում եմ ասել, որ ավելի ինքնավստահ եղի, որովհետև դու կարող ես շատ ավելի լավ երգել, շնորհավորում եմ քեզ։ Բա։ Լեյլային դուր եկավ տիրուհու ձայնի գույնը, տեսնենք Արսենին ինչ դուր եկավ ձայնի մեջ։ Ես կուզենայի ասել, որ ես տիրուհու համերգի երկրորդ բաժնից եմ հայտնվելու, երբ որ ինքը համերգ է դալու ապակայում, ես երկրորդ բաժինն եմ, այո, գալու, որովհետև առաջին բաժնում ինքը վախեցած է։ Որովհետև երկի սկզբում ինքը վախեցած էր, վերջում հասկացա, որ շուտ եկաք մտաք դուք, խանգարեցիք։ Որովհետև արդեն մտել էր դերի մեջ եւ իր քնքուշ, իր տավշյա ձայնը արդեն վայելում էր, ինքը վայելում էր։ Եվ երկիչը, եթե չվայելի իր երկածը եւ իր ձայնը, ինքը չի կարողանում դիմացինին հասցնել։ Ինքը առաջին բաժնում ինձ համար վախեցած էր։ Դա չէր հասնում, փորձում էի, բայց երկրորդ մասում արդեն սկսեց տիրել քնքուշ Տիրուհին։ Շնորհակալություն։ Դե, եթե ուզում եք տեսնենք տիրուհի Մելիքսեթյանին հիմնական կազմում, ապա ակտիվ քվեարկում ենք, նրա հերթական համարն է 08։ Ճանապարհում ենք, շնորհակալություն Տիրուհի։ Եթե մեր հաջորդ մասնակցին շատ եք սիրում, ուրեմն արեք ամեն ինչ, որ նա շարունակի երգել։ Իրականում Գրիշան ուզում էր ասել, ակտիվ քվեարկեք։ Այո։ Աշոտ Զաքարյան, աղբյուր երազ, երազում է Գևորգ Եփրեմյանը, դիմավորեք։
Գեորգ Եփրեմյան։ Ապրես։ Արսեն, Ես, լսում ենք։ այո։ Խնդրում։ Գևորգ ամեն անգամ ինձ հիացնում է իր երկեցողության այդ վարպետությունը, որ ունի, ինձ դուր չի գալիս իհարկե այս ձեռքը, որ սենց անում անընդհատ, հա, հեչ դուր չի գալիս, բայց ես մի բան ասեմ, ուրեմն կարծես թե մենք Գևորգի երկեցողության հետ արդեն համակերպվել ենք եւ բավարարվում ենք, ինքն էլ է բավարարված։ Այսինքն այդ երկի մեջ, հա, գունավորումը ձայնով, դինամիկա տալու, պիանո երգել, բարձր եւ այլն, այդ խաղը չկա։ Ես կուզենայի այդ ճշգրիտ, այդ սիրուն, տեխնիկապես ճիշտ երկեցողության հետ միասին այդ գունավոր բան տալ երգին, որ հասկանանք, որ այստեղ գամած ես երգում, երկրորդը հետո բարձրանում ես, այդ ամեն ինչը բակասը կա։ Ես շատ կուզենամ քեզ միշտ տեսնել երգելուց, բայց այդ ամեն ինչը պետք է աշխատես դրա վրա։ Աշխատենք, չէ՞։ Խոստանում ենք։ Այո։ Հարաբերություն։ Յուրահատուկ կարծիք լսենք պարոն Կարապետյանից։ Գիտեք, Արսենը թե որպես մասնագետ, թե որպես մարդ, որ ավելի երկար ժամանակ է շփվում երգիչների հետ, այսինքն համեմատելու գիտի ինչ առաջընթաց կա բան, ես առաջի անգամ եմ լսում եւ ինձ համար շատ հետաքրքիր կատարում էր, շատ լավ երգեց երիտասարդը եւ կարծես թե այն ինչ որ նախորդ երգիչների մոտ չէի գտնում, իր մոտ ավելի զգա էր ավելի շատ զգացնել տվեց ինձ այդ ներքին զգացողություն եւ դրա համար ես շատ ուրախ եմ։ Ինձ շատ դուր եկավ, ապրես։ Լեյլա։ Առաջին բառը, որ ուզում ես ասել Գևորգի կատարումից հետո, դա այդ վարպետություն բառն է։ Իսկապես տիրապետում է կոկորտին բացառիկ ուղարկի Գևորգը, ես կարծում եմ դա Աստծո տված շնորհ է Գևորգի մոտ, դա կասկած ենթակա չի ուղարկի։ Գևորգ ջան, գիտես, սենց մի հատ բան ասեմ քեզ, երբ որ դու երգը վերցնում ես, մտածում ես երգի մասին, դու երգի հետ սպես մի օր գոնե մենակ մնա։ Մենակ մնա իր հետ, խոսեք իրար հետ, զրուցեք, իրար տվեք, արեք, դարդոցեք, ուրախացեք, գտի այն ինչ որ քոնն է երգի մեջ։ Դու արդեն հասել ես այնտեղ, որ ես քեզանից արդեն դա եմ պահանջում, հասկանում ես։ Քոնը գտի ու այդ քոնը տուր։ Սա է միայն քեզ պակասում, այդտեղ արդեն գույնն էլ կգա, երանգն էլ կգա, ամեն ինչն էլ կգա, շնորհավորում եմ քեզ։ Ինչպես ասում են վիտամին C-ները, գտի քեզ բեմում։ Լսենք պարոն Քոթաջյանի կարծիքը եւս։ Ինձ թվում է յուրաքանչյուր նախագիծ ունի մի քանի նպատակ։ Ես կարծում եմ այդ նպատակներից նաև մեկը այն է, որ հնարավորություն տան որևէ մեկին ապագայում առաջընթաց ունենալ։ Այ կարծում եմ, որ այդ առումով շատ կարևոր է մեր նախագիծը, որ քեզ շանս տա բացահայտելու քեզ մեծ մակարդակով։ Անկախ ամեն ինչից, մենք բոլորս հասկացող մարդիկ ենք, չէ՞, եւ հասկանում ենք, որ կա դժվարություններ մեր կյանքում, եւ այդ դժվարություններին գումարած ինչ որ օբյեկտիվ իրավիճակներ կան։ Ես շատ բարձ չեմ խոսում, բայց բոլորս հասկանում ենք դրա մասին։ Բայց միևնույնն է, նախագիծը տալիս է շանս դա հաղթահարելու, ու դա կարևոր մոմենտներից մեկն է։ Զուր չի, որ Ռեյ Չարլզը երգերից մեկում կա 1-2 շանս երգում է, որ Աստված տալիս է 1-2 շանս ավել չի տալիս։ Ես կուզենայի, որ այդ շանսը քեզ համար բացվի եւ դու օգտագործես այդ շանսը քեզ հաստատելու, ինքնահաստատվելու եւ բոլորին ապացուցելու, որ քեզանից սպասելիքը ճիշտ էր։ Շատ շնորհակալ ենք խորի մաստ խոսքերի համար եւ հիշեցնենք, որ 15 մասնակցից ընդամենը 6-ը կանցնեն հիմնական խումբ։ Ես համոզված եմ, որ Գևորգ այդ շանսերը ունի։ Գևորգ Եփրեմյանի հերթական համարն է 09։ Ճանապարհում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորից։ Քեզ էլ։ Վարդի օրինակ ես հաջորդ երգը հաճույքով կնվիրեի քեզ։ Ինչու՞։ Որովհետև այդ երգի մեջ կա քո անունը, Վարդերի մեջ։ Շատ նման էր։ Վարդերի մեջ Աշուխ Հավասի երգում է Մարիա Սայադյանը։ Չստացվեց։
Ուշքը գերթա դուլալու զար սարդերի մեջ ով որ տեսնի ուշքը գերթա դուլալու զար սարդերի մեջ սիրտս հողիր տարդերի մեջ սիրտս հողիր տարդերի Մարիա Սաադյան։ Լսում ենք ժյուրի անդամներին, սկսենք Լեյլայից։ Դժվար պիտի սկսեմ։ Չոր խնդիր կար, ես ճիշտ նկատեցի։ Մարիա ջան, Ես ճակը լավ հարց տալ, քեզ ինչ-որ բան խանգարում էր երգելուց։ Միկրոֆոնի մեջ։ Ուզմունքը միայն։ Նախ ձայնդ, չգիտեմ, չեր հնչում, որտեղ մենք քո ձայնային հնարավորությունները, տեխնիկական, քո խաղիկները ուղղակի հրաշք են, այսպես հոսում են, ծորում են, բայց այսօր չլսեցի։ Իմ կարծիքով, միգուցե թե երգներ այդքան էլ ցույց չտվեց քո հնարավորությունները, դու ավելին եւ էմոցիոնալ առումով, եւ տեխնիկապես փագեց քեզ իմ կարծիքով։ Ես շատ ավելին էի սպասում, որովհետեւ նախորդ քո ելույթները հրաշալի էին ուղակի։ Այսօր չինքնահարթայտվեց, օրինակ այստեղ ունենք այսօր նոր ժյուրի անդամներ, որոնք այսօր պիտի առաջին անգամ կարծիք կազմեն այսօրվա քո երգեցողության համար, եւ ես ցավում եմ, որ այդ ամեն ինչը չլսեցին, այն ինչ որ դու ունեցել ես միշտ։ Այնպես որ ասում եմ, որովհետև մենք սպասում ենք քեզանից ավելին, որովհետև դու հրաշալի բնություն ունես, հրաշալի ուղակի։ Այսքանը։ Տեսնենք իրավիճակը կփրկի Արսեն Գրիգորյանը։ Ես ցավում եմ, որ ելույթը ինձ զարմացրեց, որովհետև ես եթե Լեյլան կասկածում էր, որ երգը ճիշտ չէր իրեն համար, ես կասեի հաստատ իրեն համար երգը համապատասխան չէր ու դրա պատճառով չկարողացավ եւ հոգի դնել երգի մեջ եւ երգեցողություն եւ ոչ մի բան։ Ուղղակի երգ էր, երգվեց, Զեփյուրի նման եկավ գնաց այդպես։ Չենք ուսատվում, ոչինչ։ Դա համար ես նշեցի, որ այնպեսի կարծիք որ ինչ-որ բան խանգարում է, որովհետև մենք գիտենք Մարիան ինչպես կարող է երգել։ Այո։ Արոն Քոթանջան, խնդրեմ։ Նույն զգացողությունը կար, ոնց որ գիտեք ինչ երգը լսում ես եւ կոմոց մեկ էլ գալիս առաջ ուրիշ պատկեր, ոնց որ մարդ փորձի բարձրանալ մի բարձրա մեծ ժայռի վրա ու անընդհատ այդ ժայռի վրա բարձրանալու տանջանքը կա, դժվարությունը կա, այ երգելուց չպիտի այդ մենք զգանք, թե ինչ դժվարություններ են ապրել, ինչ բարձություններ են բարձրացել, ինչ քարի վրայից են անցել, մեր մոտ այնպիսի զգացողություն կար, որ մենք այդ ամբողջ չարչարանքը տեսանք, իր հետ միասին փորձեցինք բարձրանալ մեծ ժայռի վրա, դա չպիտի լինի, զգացողությունը ինչքան էլ հուզիչ է, դուք ասեցիք հուզմունքը ձեզ խանգարեց, հուզմունքը պիտի լինի, եթե չհուզվեց մարդը, նրա արվեստը ոչ մեկին պետք չի, բայց չպիտի խանգարի այդ հուզումը, պիտի չափի մեջ լինի, որպեսզի հուզումը գումարվի արվեստի այդ ամբողջ աշխարհին եւ գումարումը մեզ վարակի, իսկ եթե գալիս է խանգարելու, դա ձեզ էլ է խանգարում, մեզ էլ է խանգարում, ձեզ թվում է որպես հանդիսատես մեզ չի խանգարում, ձեր ավելին հուզումը որ կա, դա էլ է խանգարում, մենք վարակվում ենք դրանից, ու դա անկախ ամեն ինչից գալիս է նաև մտնելու մեր մեջ, մեր ընկալման մեջ, մեր զգացողության մեջ, մեր ըմբռնումի մեջ։ Եվ պարոն Կարապետյան, լսում ենք ձեզ։ Դուք որ բեմի վրա եք, ձեր առաջի այդ մուտքից արդեն երևում էր, որ դուք շատ հուզված եք։ Միքայել առաջ, Միքայել հետ, Միքայել առաջ, մեր այդ վիճակը կար եւ դա անդրադարձավ ձեր երգին են։ Առաջ տան մեջ տեղեր կար, մաքուր չի երգվեց, ձայնը դողում էր, այդ հուզմունքը երևի խեղդեց։ Հակառակ նրան, որ մենք սպասում ենք, որ դուք անպայման պետք է այսօր շատ լավ երգ։ Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ թե մենք, թե հեռուստադիտողը պետք է հաշվի առնի ձեր նախորդ ելույթները
եւ եզրակացություն անի դրանից հետո ոչ թե այսօրվա ելույթը հաշվի առնի, այդպես գնահատի, այլ ձեր նախորդ փայլուն կատարումները հիշելով ձեզ կարողանա ճիշտ գնահատել։ Այսքանը։ Շնորհակալություն եւ հարգելի հերթադիտողներ, դուք կարող եք փրկել իրավիճակը քվեարկելով Մարիա Սայաջյանի հերթական համարն է 10։ Ապրես Մարիա ջան, չոզվես ամեն շատ լավ կլինի։ Դե, եթե ցավում եք, որ մեզ միացաք հաղորդման կեսից, ապա կարող եք այցելել Շանթի պաշտոնական կայքեջ տեսադարան եւ դիտեք ամենասկզբից։ Իսկ մենք շարունակում ենք։ Աշուխ Շերամ, Անուշ Յար, երգում է Արայիկ Ավետիսյանը, դիմավորեք։ Շալեցի, փակված սերս վարեցի, սիրո ձեռից ուր գնամ, անուշ քունս կորուցի, աչքդ ունքդ, լալ շրտունքդ, սիրտու հոգիս վարեցի, ես քեզ իմատակ, ով գեղանիկ ույս, դու իմ աչքի լույս, սիրու սիրական, կյանքիս պահապան անուշյալ, ով սիրուն երնեք քո տիրուն, սուկվել ես դարձել ծաղկազարդ գարուն անուշյալ։ Ես մեկ ստուլալ աղբյուր եմ, ծարամարդոց բաղջուր եմ, գոնեն նորեն մեկ անգամ, արի գրկեմ համպուր եմ, աչքդ ունքդ, լալ շրտունքդ, սիրտու հոգիս վարեցի, ես քեզ իմատակ, ով գեղանիկ ույս, դու իմ աչքի լույս, սիրու սիրական, կյանքիս պահապան անուշյալ, ով սիրուն երնեք քո տիրուն, սուկվել ես դարձել ծաղկազարդ գարուն անուշյալ։ Վերջապես մի ուրախ երգ լսեցինք։ Դե համար անընդհատ Վարդեն կուլիսների հետևում պարում էր։ Չի կարելի խոսել գաղտնիքներից Գրիշա։ Ապրես։ Արսեն խնդրեմ, սկսենք։ Այո։ Շատ սիրուն էր երգում Արայիկը, շատ ամենակարևորը արտասանելը, հա, բառերի հստակ էր արտասանում։ Սկզբում մի քիչ ինձ շատ պատրաստվեց միկրոֆոնը մինչև բերեց երգի սկիզբը, այդպես վախեցած էր, բայց ամեն դեպքում սիրուն էր երգում։ Ես կուզենայի ավելի այդպես կերպարի մեջ մտնել։ Քիչ առաջ որ ես նորից կրկնեմ իմ ասածը, երգը պետք է կրակ լինի երգի մեջ։ Կրակ, փորձեք կրակ դնել, վառեք ձեր դիմացինին։ Այն ժամանակ ամեն ինչ կհաջողվի։ Շնորհակալություն։ Տեսնես, վառեցի Լելա Սարիբեկյանին։ Ինձ վառելը դժվար է։ Գրեթե անհնարին։ Բայց կայծիկներ կային։ Անուշ բան կար, յարել կար, բայց այդ վառելը չկար։ Գիտես, տեխնիկապես ասեմ, որ Արայիկ ջան, այնքան է ինձ այդ այրը քո խանգարում։ Բացելի, ասա, Անուշ, յար, մի հատ ջիգյարով, այդ պահում եք, ինչ-որ ձևական բերան սարքում եք, շատ է խանգարում ինձ այդ ամեն ինչ, հասկանում եք, երբ որ երգը դառնում է մի քիչ ինքնանպատակ երգելու ընթացքում, հասկանում եք, այդ ազատությունը, որ չկա, չի այդ ազդեցությունը կոտրվում է երգի։ Ունակ վերջում մի քիչ ավելի սկսեցիր ազատագրվել, հա, մի քիչ ոնց որ սկսեց տեղը ընկնել եւ այլն։ Այդ այրին շատ մեծ ուշադրություն պիտի դարձնես։ Ես միգուցե սխալվում եմ, բայց ինձ թվաց, որ երգը չտվեց քեզ հնարավորություն նաև դիապազոնը զգալու, այսինքն ներքևները մի քիչ ցածր էր, չէր հնչում եւ այլն, բայց ընդհանուր տպավորությունը գեղեցիկ տղա էս բեմի վրա։ Մենք այրի դասերի կգնանք, չէ՞։ Հատուկ այր կպարապենք Լելայի համար։ Ու կվառենք, թողնենք, տեսնենք։ Անո Կարապետյան լսում ենք, խնդրեմ։
Իրեք իմանից կարող է ստացի, որ շատ անգամ մենք կրկվում ենք մեր խոսքի մեջ, բայց ես մեղավոր չեմ, որ բոլոր ելույթների մեջ այդ նույն բանը կա այդ երեմի ապաղ ասել է մի քիչ խիստ է, բայց այդ շեշտադրությունները, այդ ակցենտ ասածը չկա, այդ նյուանսները չկա, մի ակցենտը, կրակ ասենց, այդ մի ակցենտն է, որ կարող է մարդու տրամադրի, կարող է փոխի, այդ բաները չկա, կա սիրուն երգեցողություն, մաքուր երգում են բան, բայց երևի թե արտիստիզմն է պակաս կամ փորձն է պակաս, որ երգ ոնց որ ասում են շատ ներողություն, ասում են երգը կերցնելն է պետք, չէ՞։ Մենակ երգելով չէ, պետք է կարողանա մատուցել, հա, բայց մեր ասածն էլ է, որ առաջինը, երկրորդ սրանց լավ լինի, երրորդը ավելի լավ լինի։ Դրա մասին է խոսքը։ Լավ է, փառավոր արտաքինով տղա, սիրուն ձայնով, սիրուն երգում է, եթե այս բոլոր բաներն էլ կան, ուրեմն կլինի նաև երգեցողությունը կլինի փառավոր, կլինի տրամադրող։ Չէ՞ նյուանսների պակաս կա, անընդհատ դրա մասին է խոսքը։ Այսքան։ Գրիշ այդ օրինակ վերցրել, այտենց վստահ մտնում է Որ առնով, սիրուն բոյով։ Փառավոր։ Բա։ Եվ պարոն Քոթանյան, ձեր կարծիքը։ Ինձ թվում է բոլորը նույն բանը ասացին, պատկերացրեք, եթե ամբողջ իհարկե կրկեսին չեմ համեմատում, բայց կրկեսի այդ խաղահրապարակը, որ պատկերացնում եք, որտեղ ասենք պիտի այդ դերասանը ամբողջ հրապարակը օգտագործի, ոնց որ ժամանակին մեր Ենգիբարյանն էր օգտագործում, ամբողջ տարածքը տնած ինքը ոչ մի բաներ չէր անում, ասենք կարող եմ մի գրպանից անել տաշկինակ, հետո մի հատ էլ անել, բայց ամբողջ դահլիճը կլանված այդ գործողությանն էր նայում։ Հիմա պատկերացրեք ինչ տարբերություն, եթե դուք մենակ մի տեղում կանգնած եք ուշադրությունը գրավում, թե շարժվում եք ամբողջ տարածքով մեկ։ Հիմա ինչ ստացվեց, մենք զգում ենք այդ պակասությունը, որ ամբողջ դաշտը ձերը չի, ինչ որ մի մասն է, մնացածը դատարկ է մնում, անկախ քեզնից, այդ դատարկ մնացած մասն է մեզ խանգարում ընկալել ձեզ, դուք պիտի կարողանաք ամբողջը գրավել, անկախ լինի, ստեղ կլնեք, թե ընդեղ կլնեք, բայց ամբողջ դաշտը վերցնեք, այդ պակասությունը մենք զգացինք, որ դուք ամբողջ դաշտը չեք վերցնում եք մի փոքրիկ մասը, ուզում եք դրանով բավարարվել, այդ չի, մենք չենք ուզում, որ դուք բավարարվեք դրանով, ավելին սպասենք ձեզնից և Աստված տա տեսնենք։ Հիշենք, հա, բոցը, կրակը, այրը և մնացածը։ Ես համոզված եմ, եթե քվեարկեք Արայիկի օգտին, նա ավելի շատ կտրվի երգին ու կվառի կթողնի։ Միանշանակ։ Արայիկի հերթական համարն է 11, քվեարկեք նրա օգտին, շնորհակալություն Արայիկ։ Եթե մեր հաջորդ մասնակիցը երգի այնպես գեղեցիկ, ինչպես իր անուն ազգանունն են, ուրեմն ասեմ հալալա նրան։ Եվ ինչպես է նրա անուն ազգանունը։ Հերիք չի Արամո, միատել Մամիկոնյան։ Արամո Մամիկոնյան, հրաֆու ձայն տուր ով ծովակ երգով, դիմավորեք։ Carne
Արամո Մամիկոնյան։ Եթե չեմ սխալվում, գրառումը կոմիտասիներ։ Պարոն Քոթանջան, սկսենք ձեզանից խնդրում։ Դուք կարճատես եք, սովորաբար, չէ։ Այս մտությունը ձեզ խանգարում էր, մոմենտ սկսեցիք ոնց որ վատը զգալ, այս կոմ նայեցիք, ինչն էր պատճառը։ Չէ, ուզում եմ ասել, ինչ որ մի բան սկզբից խանգարեց ձեզ, որտեղ մի քիչ դժվար էիք սկզբից ընկալում, հետո մտակ այդ ամենը։ Բայց իրա նայելու ձևն է, տենց հիմա էլ է տենց։ Այդ եմ ուզում ասել, էլի։ Ինձ թվում է, եթե շարունակելու լինեք բեմական կյանքով ապրել, ուրեմն դրան ուշադրություն դարձրեք, որտեղ անկախ ամեն ինչից մենք սկսում ենք ձեր վիճակի մեջ մտնելու, մտածում ենք ձեզ ինչն է խանգարում, ինչ-որ մի բան թեթևացնենք ձեզ, հնարավորին չափ օգտակար լինենք ձեզ, մի ստիպեք մեզ սկսեն մտահոգվել, թե ոնց ձեզ օգտակար լինել, մտածենք նրա մասին, որ դուք հրաշալի երգում եք, ապրում եք եւ մեզ վարակում եք այդ ամեն ինչով։ Մի շեղեք մեզ։ Հասկացեք ինչի մասին եմ ասում։ Մնացածը նորմալ է։ Ճիշտ խորհուրդ։ Լեյլա Սարբեկյան։ Առաջի երգիչը գալիս է կանգնում է բեմում, արդեն ինքը պիտի հասկանամ, որ ինքը արդեն երգի մեջ է։ Արամո ջան, դու ուրիշ տեղ էիր, լրիվ։ Հայացքով, ներքինով, ասելիքով, բացարձակ երգի մեջ էիր։ Առաջին նոտայից մինչև վերջին նոտան դու երգի մեջ չէիր։ Քո այդ հրաշալի ձայնը, քո այդ տեմբրը, քո այդ նպատակին բացարձակ ես ահավոր ցավում եմ դրա համար։ Նախ դու երգի իմաստը չարտահայտեցիր։ Ինչի մասին էր երգը։ Ախր մտածեք մի քիչ ինչի մասին եք երգում։ Նոր մտեք բեմ, մի հատ այդ ձեզ մի հատ հավաքեք ձեզ, մի հատ կենտրոնացեք, մի հատ եւ ընդհանրապես, չէ, ձեր ուսուցիչները աշխատում են ձեզ հետ, անջվում են, որ դուք բեմում ճիշտ ներկայացնեք երգի իմաստը, խոսքը տեղ հասցնեք, բայց ցավում եմ, որ բացարձակ չուզեց քո երգը, որ ես քեզանից շատ մեծ սպասելիքներ ունեի, որովհետեւ դու հրաշալի տվյալներ ունես։ Ցավում եմ, չգիտեմ։ Ոչինչ, ամեն ինչ դեռ արդյունքում է։ Պարոն Կարապետյան, լսում ենք։ Ես մասնագետ չեմ, ես Լեյլայի հետ չեմ կարող ասենք վիճել բան, ինքը ուրիշ տեսական է այդ ամեն ինչին, բայց ես կբից որ մտած դեմքիդ ինչ որ դժգոհություն կար, բայց ես դժգոհ չեմ, ես շատ գոհ եմ, ինձ քո երգը շատ դուր եկավ, ինձ շատ դուր եկավ քո վերևի նոտաները ինչքան մաքուր երգեցիր, ներքևները ինչքան մաքուր երգեցիր, միգուցե մասնագիտական բաներ կա, որ ես չեմ հասկանում, բայց որպես պարզ հանդիսատես ինձ շատ դուր եկավ քո կատարումը, կա գեղեցիկ ձայն, գեղեցիկ արտաքին, որին չես տիրապետում, դա էլ հետո կգա, բայց դու շատ սիրուն երգեցիր, ինձ դուր եկավ։ Շնորհակալություն։ Եվ Արսեն Գրիգորյան։ Ես կհամաձայնվեմ պարոն Կարապետյանի հետ, ես պարտավոր եմ հաշվի առնել քո հուզմունքը, քո այդ խառնված վիճակը եւ ես որոշեցի հասկանալ, որ դու ման էիր գալիս ծովակին։ Հետո արդեն սկսեցիր ձայն տալով, երգելով, ձայն դուրով ծովակ, մի քիչ սառնությունն է խանգարում հավատա բոլորին, որ ամեն ինչ որ անում ես, քո երգչի այդ դերը, եթե պիտի տեղ հասնի, պետք է այդ սառնությունը կոտրես, մի քիչ ավելի հասկանանք, որ միայն ձայնով չէ, որ երգում ես, եւ չես երգում միայն երգելու համար։ Եթե այդ պատնեշը անցնես, շատ լավ կլինի, կեցես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դե եթե ցանկանում եք, որ Արամո Մամիկոնյանը հայտնվի լավագույն վեցնյակում, ապա ակտիվ քվեարկում ենք, նրա հերթական համարն է 12։ Ապրես։ Առայժմ անով կհանդիպենք, դե ասա, որն է մեր հաջորդ երգը։ Զեփյուր բարևտար։ Այդ նախկինում Skype-ին Զեփյուր են ասում։ Չէ, Զեփյուր բարևտար։ Աշուխ Հավասի երգում է Հասմիկ Թորոսյանը։ Դիմավորեք։ Ծաղկեց վիրայդի
Հասմիկ Թորոսյան։ Ապրես, բրավո։ Արսեն նկատեցի ժպիտ ու մեկ բարեք, ինչու տես մի բան նկատեցի։ Չէ, Դու կա շփտում այս դեպքում։ Լսում ենք Արսեն, ահա։ Արսենը ժպտում է, երբ որ լավ տրամադրություն կա։ Այսինքն փոխանցվեց լավ տրամադրությունը։ Այո, Անուշ է երգում, Հասմիկը, Անուշ քաղցր է երգում, մի նկատողություն կա, այդպես չնի, որ անդադ նկատողություն ենք անում, բայց մեր նկատողությունները հենց դրա համար է, որ հաջորդ անգամ կամ ընդհանրապես կյանքում դուք հաշվի առնեք, որովհետև բոլորդ կարող եք զարդարել մեր հայաստանյան կամ հայ իրականության մեջ բոլոր համերգային բեմերը, բոլորդ, այո։ Որպես խորհուրդ ընդունեք։ Խորհուրդ ընդունեք, այո։ Մի քանի տեղ կար ընդամենը, որ պիտի պահած նոտարին Զեփյուր բարև տարի միարին վերջում, ուր գնաց ձայնդ։ Բարև տալու։ Ուր գնաց։ Այստեղ է, որ ասում են հուզմունքը մարդուն խանգարում է։ Թողեց քեզ ջահ։ Խանգարում է, որովհետև չես մոռանում ես շնչել, որովհետև հուզվում ես, հետո տեսնում ես, որ փաստի առաջ ես կանգնած։ Հա։ Երկը ինքը երկեցողության առումով, այսինքն զուտ երաշտական ինֆորմացիայի առումով ինքը փոքրիկ է։ Դրա համար պետք է դինամիկա դնես մեջը, պետք է կարողանաս ճիշտ մեկնաբանություն տալ։ Ավելի բարդ են փոքրիկ երգերը, հավատացեք, քան մեծ ձայնածավալով երգերը։ Շնորհավորում եմ։ Տեսնենք Զեփյուրը ինչպես բարև տվեց պարոն Քոթանջյանին։ Ես տեսնում եմ, որ մեր բեմը ապագայում իհարկե հագեցված կլինի շատ հետաքրքիր օրիորդներով եւ տղաներով, որոնք անպայման կբերեն իրենց գույնը, իրենց նոր մտածելակերպը։ Դա ուրախալի փաստ է, իհարկե, եւ նաեւ պիտի մտածենք, որ մեր ազգը կամաց փոխվում է, մի քիչ բոյովանում է, դա շատ լավ բան է։ Եվ եթե բոյովանալը լինի ոչ միայն ֆիզիկական բոյի մասին է խոսքը, այլ հոգեկան աճը, իսկ ես կարծում եմ, որ դրա բոլոր նախադրյալները կան։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Կա իսկապես շատ անուշիկ արտաքին, շատ անուշիկ ժպիտ, շատ գեղեցիկ ձայն եւ կարծում եմ այս նախագծի բոլոր մասնակիցների բախտը վերելա, որ գույություն նման նախագիծ դուք առնչվում եք մարդկանց հետ, որոնք մեծ երկար տարիների փորձ ունեն, այս բնակավարում ձեր ուսուցիչները ձեզ սովորեցնում են, անկախ դրանից ոնց կվերջանա այս մրցույթով կմնա դուրս, բայց դուք կարճ ժամանակում շատ ինտենսիվ դպրոց եք անցնում երկեցողության, դուք շատ բան սովորած կգնաք ստեղից անպայման, այդ իմաստով դուք բոլորդ արդեն շահել եք, կմնաք նախագծում, հետո դուրս կմնաք, դա արդեն կարևոր չի, դուք աշխատել եք պրոֆեսիոնալ, բարձր պրոֆեսիոնալ մարդկանց հետ եւ շատ բան սովորած կգնաք։ Իսկ քո անուշիկ ձայնին, քո արտաքինին ուրեմն այդ բոլոր գիտելիքները կբերեն նրան, որ դու վաղը միշտ հայտնվես ինչ-որ միտեղ մի գեղեցիկ բեմարտակում, ունես մի շատ գեղեցիկ երգչուհի։ Պետք է սովորել ու էլի սովորել։ Դե նախագծում կմնաս թե ոչ կհուշի այդ հարցում մեզ Լեյլա Սարիբեկյանը երևի։ Լեյլա։ Առաջի պայմանը, որ լսում ես, Հասմիկից գալիս է քնքշություն։ Բայց դա բավական չի, որպեսզի այդ քնքշության, այդ հովը, զովը հասնի հանդիսատեսին։ Այդ կրակը Հասմիկի մեջ մի քիչ պակասում է, այդ կրքոտությունը պակասում է, երգին տրվելու ունակությունը պակասում է, որպեսզի դու մեզ այնց վերցնես ու չթողես, որ մենք այսպես շեղվենք քո երգից։ Ես ուզում եմ նաև մի փոքր տեխնիկական խնդիր ասեմ, որ այրդ խնդրում եմ Հասմիկ ջան երգելուց բաց։ Այդ էլ է շատ խանգարում, հա։ Այդ այրը կիսաբաց ինչ-որ sense, հասկանում ես, ամեն ինչ ասենց քչի մեջ տրվի երգին, մի ամաչի տրվելուց երգին, որովհետև այդ է գրավականը հանդիսատեսին գրավելու ու պահելու քո դաշտի մեջ։ Հակառակ դեպքում չես լինեն, ինչ որ մենք ունենք, ես ուզում եմ լինես անպայման, որովհետև դու բոլոր նախադրյալները ունես լինելու հանդիսատեսի համար հաճելի երգչուհի բեմում։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ քվեարկեք մեր անուշիկ, ձյունանուշիկ Հասմիկի օգտին, դրա հերթական համարն է 13։ Շնորհակալություն։ Համաձայն ես, որ կան երգեր, որոնց երգելը դժվար է նույնիսկ պրոֆեսիոնալի համար։ Ահա, միանշանակ։ Մեր հաջորդ երգը այդպիսին է։ Քարավան։ Երևան Սարդարանի երգացանկից երգում է Նշան Մանուչարյանը։ Դիմավորեք։
հավասներին համբույր տալիս Անապատին հավասներին համբույր տալիս Նշան Մանուչարյան։ Մենք էլ ենք լարված կուլիսների հետևում։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Նախ ասեմ մի բանից սկսեմ, որ կոնկրետ երգիչի հետ կապ չունի, երգի հետ կապ ունի։ Ես շատ ուրախ եմ, որ Սարդարյանի երգերից կան ձեր երգացանկում, ես արդեն երկրորդն եմ լսում, եւ շատ գեղեցիկ երգեր, որոնք չգիտես ինչի շատ հաճախ չեն կատարվում։ Այո։ Լավ կլիներ, Բայց բանի նախագծի շրջանակներում արդեն անցած տարի էլ է շատ լավ կատարվել։ կլիներ, առացարակ բեմերը մնչեն, որտեղ շատ գեղեցիկ երգեր են։ Իսկ կատարման համար ասեմ, շատ գեղեցիկ ձայն եւ շատ դուր եկավ մոտեցումը երգին, ինչ զգուշ մոտեցավ, ինչ ներբությամբ, ինչ գորովանքով կարելի ասել, ինչ շատ դուր եկավ մոտեցումը։ Դու ոնց սկսեցիր երգել, ինչ մեղմ ձայնով եւ ինչ ոնց ասեմ, կարծես թե կարող է կոտրվել ինչ որ մի բան։ Իսկ դա շատ դուր եկավ, դու այդ բյուրեղի նման պահեցիր երգը մինչև վերջ։ Շատ գեղեցիկ կատարում էր, շատ ապրես։ Արսեն Գրիգորյան, լսենք ձեզ։ Նշանը այդքան ինչքան երկեց քիչ էր։ Ես ուզում եի լսել, ապսուս վերջացավ։ Ավելի շատ Կարճ էր, այո։ լսել։ Բացի դրանից, որ ինքը որպես երգիչ ինքը կարողանում է այդ ապրել այդ վիճակը, որ պիտի հասնի, որ ինքը կերպարի մեջ մտնի։ Ինքը գամած մտնում էր արդեն կերպարի մեջ վերջացավ։ Բայց շատ սիրուն է երգում նշանը, շատ գեղեցիկ է երգում եւ քո երգը հասնում է տեղ։ Քո երգը ինձ ասել են։ Դիտերնակն է ասել։ Շնորհավորում եմ։ Իսկապես նկատել եք, որ մեր մասնակիցները շատ լուրջ են, շատ հավաքված են։ Ժողովրդական երգիչ նախագիծ։ Շատ հաճելի, այո։ Մեկ լրջությունը երևի չափից ավել է, որ գալիս է սկսում է խանգարել։ Ուրեմն չափի մեջ։ Իե։ Այստեղ ամեն ինչ շատ չափի մեջ է, շատ լավ է։ Միանշանակ։ Լեյլա։ Նշանը շատ հրաշալի է տիրապետում։ Ապրես Լեյլա, ապրես։ Ունի արտաբերմանը, ինչպես է ինքը կարողանում զարգացնել, ինչպես է կարողանում պիանոյից վերցնել այդ դինամիկայով տան։ Դա շատ դա բնության տված հրաշք է իմիջիայլոց Եվ վարպետության նշան։ վարպետության նշան է, այսինքն այդ զգացողությունը մարդու ներսից պիտի գա, որպեսզի ինքը կարողանա այդ հնչյունի հետ այնց վերաբերվել։ Այսինքն սա շատ պակասում է ընդհանրապես այսօր բեմում երգիչների մոտ, որպեսզի կարողանալ Երգիչների մոտ չի պակասում, ներողություն, աստղերի մոտ է պակասում։ Հա, միգուցե, հա, անդեյով Գրիգորյանի հետո հավիճում։ Այսինքն սա վարպետության նշան է, մարդ, որը իսկապես հենց այնպես ուղղակի չի երգում, հասկանում է ինչ է երգում, հասկանում է ուր է տանում ֆրազան, ինչի համար եւ այլն, այսինքն կարողանում է մեկ նախադասության մեջ այնքան բան ասել, որ մի նախադասություն էլ լսեի քո կատարմամբ, ես կասեի, որ դու երգում ես, շնորհավորում եմ։ Բայց նկատեցի ինչ ասում։ Վարպետություն։ Այդ շարունակ։ Բոլորը գովեցին, տեսնենք պարոն Քոթանջյան ինչ կարծիքի է։ Ես պարզապես ամենակարճ կասեմ, հրաշալի ընկալում երգի եւ հրաշալի կատարում։ Դե եթե ուզում ենք այս հրաշալի երգչին տեսնել մեծ բեմում, ապա պետք է ակտիվ քվեարկենք։ Նշան Մանուչարյանի հերթական համարն է 14։ Ապրես Նշան ջան։ Կհանդիպենք։ Որքշոփի առաջին խմբի բեմելը ավարտենք Աշուղ Շերամի Զով գիշերով։ Զով գիշեր, երգում է Դավիթ Սեթրակյանը, դիմավորեք։ Զով գիշերը դուրս եկ, լուսնյակը նորել է, աղջիկ հո սիրուց հանգիստս կորել է Էչինար հասագատ իմ խելքս
Սուսիտ մատաղ Ջեյրան, ջեյրան, ջեյրան Մետաղ սուսիտ մատաղ Ջեյրան, ջեյրան, ջեյրան Հոյու բուսիտ մատաղ Ջեյրան, ջեյրան, ջեյրան Մետաղ սուսիտ մատաղ Ջեյրան, ջեյրան, Դավիթ Սեթրակյան եւ լսում ենք ժյուրի անդամներին սկսենք պարոն Քոթանջյանից խնդրեմ լավ կատարում էր հետաքրքիր կատարում էր բայց ինձ թվաց որ դեմքի արտահայտությունը ինձ սկսեց խանգարել ինչ որ միտեղ որովհետեւ մենք դրա մասին մի քիչ առաջ խոսում ենք պատկերացրեք մենք գիտենք ոչելին ու գիտենք ինչքան հետաքրքիր է նրան լսել ու անընդհատ ափսոսում ես որ չես տեսնում նրա աչքերը շատ ենք ափսոսում Աստված ձեզ տվել ամեն ինչ եւ աչքեր եւ արտահայտություն ու սահմանափակվել մի դեմքի արտահայտությունով կարծում եմ դա բավականի մեծ ձեր կողմից ժլատություն է որ չպիտի այդ ժլատությունը դուք ունենաք պիտի կարողանաք մեզ նվիրել նաեւ ձեր դեմքի արտահայտությունը, ձեր ժպիտը, ձեր ուրախությունը, ձեր հուզմունքը, մի դեմքի արտահայտությունը մեզ սկսում է կամաց տանել դեպի մի զգացողություն, որը չպիտի լինի, պիտի կարողանաք մեզ հաղորդակից դարձնեք յուրաքանչյուր հնչյունին, յուրաքանչյուր ելևէջին, յուրաքանչյուր հոգու թրթիրին, նույնիսկ շնչին, նույնիսկ այն չասածին։ Հասկանում եք։ Լավ, շնորհակալություն։ Նկատեցիք արդյոք, պարոն Քոթանջյան։ Ինչ պաուզա էր, չէ՞, Երբ որ հայացքը ընկնում էր ինձ, իմ վրա, լավ ասել, դե ասեմ էլի։ Ես էլ էդ էի ուզում ասել։ Անմիջապես աչքերը փոխվում էին, անմիջապես Դավիթը դառնում էր Դավիթ։ Հա դա։ Իմանայք մենք չենք Դավիթը ինձ կամացի, հա։ Հասկանում եք, ուրեմն այսինքն այդ կաշկանդվածությունը անմիջապես այսպես հոդս էր դառնում, այսինքն դա նշանակում է որ Դավիթը կարող է այդպես երգել, այսինքն ունի այդ պոտենցիալը, ունի այդ զգացողությունը, ունի այդ աչքերը, որ կարող է այդպես աչքերի մեջ մենք տեսնենք այդ հոգին եւ այլն, այսինքն ինձ այ Դավիթ ջան, հենց այդ կաշկանդվածությունն էր խանգարում, դրա պատճառով էլ երբեմն ձայնդ էր կաշկանդվում, ընկնում էր այս կոկորտը հետ եւ այլն, այսինքն ճիշտ հոգեվիճակ եւ հրաշալի կատարում կլինի, այսինքն դրանից է կախված, ճիշտ հոգեվիճակ, լավ կատարում, այս է։ Լավ էր, շնորհավորում եմ։ Փաստորեն գոհ է Լեյլա Սարբեկյանը, շատ լավ է։ Լսենք Արսեն Գրիգորյանին, կարծես համաձայն չի կարծիքի հետ։ Չէ, ես կուզենայի ամփոփել։ Ես շատ ուրախ եմ, որ մեր բոլոր մասնագետները համարյա անթերի էին իրենց կատարումները ճշտության իմաստով, դա շատ ուրախալի է եւ շատ շնորհակալ գործ է։ Մենք համարյա չենք խոսել դրա մասին։ Մակրության, երկեցողության, մակրության մասին եւ դա նշանակում է բոլոր աշխատել են շատ լավ էր։ Նույնը կասեի Դավիթի մասին։ Մաքուր էր երկում, անթերի էր երկում, բակասում էր այդ աղը, հա, ջաշի աղը, մի քիչ բիբար, համեմուկ, որ այդ կարողանաս այդ քո զգացմունքները մենակ քոնը չլինեն, որ դու կարողանաս հասցնել տեղ։ Ինչ որ մի բան բարոն Քոթանջյանը շատ ճիշտ է ասում։ Դեմքիդ արտահայտությունը արդեն ինքը մի հատ պատնեշ է, որովհետեւ մենք կարողանանք հասնել քո երկին եւ քո հոգու մեջ եղած այդ զգացմունքները, որ ուզում ես արդացոլած լինել քո երկի մեջ։ Բայց երկը շատ սիրուն էր, շատ գեղեցիկ էր, ձայնդ լավ էր, հայացքներդ լավ էին։ Էլ չեմ ասում խաղերը։ Կամ խաղիկները։ Այսօր շատ հաճախ են այսօր խոսում խաղիկները։ Հիմա արդեն խաղերը պարոն Կարապետյան։ Քանի որ Արսենը ամփոփեց, ես մի քանի բառ ասեմ, շատ լավ է որ Լեյլայի նայելուց աչքերդ փայլում է, բայց ասեմ քեզ ժյուրին աղջիկ տղա, կին տղամարդ դժար ժյուրի է, բոլորի նայելուց պետք է աչքերդ փայլի։ Դավիթի աչքերը միշտ կփայլեն այս բեմում, եթե քվեարկեք իհարկե նրա օգտին, դա հերթական համարն է 15։ Շնորհակալություն Դավիթ։ Ստեցում։
ուղարկեք հաղորդագրություն 10-ին կարճ համարի նշելով ձեր նախընտրած մասնակցի հերթական համարը։ Քվեարկել կարող եք նաև համացանցով, դուք ունեք ընդամենը 1 ժամ։ Առավել մանրամասն Շանտի պաշտոնական կայքեջում։ Իսկ հիմա եկավ ամենակարևոր պահը։ Այո, Գրիշա, ժամանակն է, որ դու մոտենաս ժյուրի անդամներին եւ վերցնես այն ծրարները, որտեղ նշված են մասնակիցների գնահատականները եւ հանձնես այն Այո, նախագծի պրոդյուսերին։ Իսկ այս պահին վերհիշենք կատարումները։ Ասի երթվի քո սերմե սրբի դուրը անարա առնեմ նազու ծոցիկի Sari campo valu alva Yayla vore şar ve şara Sari campo valu alva Zıkvetir ziskodum Toğir herata Yalnızdan eklim yarim Aramadı zımrum alem Yalnızdan eklim yarim Herkesanit hazır çaka Sinovarak malnerime Ով գեղանի գույս ու իմ աչքի լույս Սիրու սիրական կյանքիս պահապան անուշյալ Ով սիրում էր մեկ քո տիրում Դե ինչ, վերհիշեցինք կատարումները, ահա այն 4 ծրարները տեսնում եք իմ ձեռքին, որոնք ես կփոխանցեմ քիչ հետո նախագծի պրոդյուսերին, իսկ մենք Դե ինչ, workshop փուլի առաջին խմբի ելույթները ավարտվեցին։ 15-ից միայն 6-ը կայտնվեն հիմնական կազմում։ Ձեզ մաղթում ենք ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ մենք հեռանում ենք ճիշտ ժամանակին։ Կհանդիպենք քվեարկության արդյունքները ամփոփելու ժամանակ։ Ընդամենը 1 ժամ հետո։ Այսքան հաջողություն։